Հանրապետությունում ահռելի քանակ են կազմում բեկանված վարչական ակտերը եւ եթե գիշեք ամիսներ առաջ վարչական դատավարությունում փոփոխություններ նախատեսվում, մասնավորապես Արդարադատության նախարարությունը նախագիծ էր ներկայացրել, որով որ ցանկանում էին, որպեսզի վարչական ակտը կայացման պահից օրինական ուժ ստանա եւ միայն դատարանով հնարավոր լինի դրա կատարման կասեցումը։ Դրա հետ կապված մեր փաստաբանական համայնքը շատ կոպիտ արձագանք տվեց, որի շրջանակներում քննարկում կազմակերպեց Արդարադատության նախարարության հետ եւ նաեւ վարչական մարմինների ներկա եւ մի շատ կարեւոր բան եմ ֆիքսել այդտեղ, որ Արդարադատության փոխնախարարը որպես հիմնավորում նշեց հետեւյալը, որ անձինք ավելի իրավագիտակից են դարձել եւ լավ են տիրապետում իրենց իրավունքներին, ուստի Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել։ Սա ինձ համար ընդունելի չէր այն դրամաբանության մեջ, որ վարչական իրավունքը որպես այդպիսին պրոֆեսիոնալ կառույցի, դեմս պետական ապարատի եւ ոչ պրոֆեսիոնալ մարմնի միջև հարաբերություններ են, ըստ նման պայմաններում միշտ վարչական մարմնի նկատմամբ վերահսկողությունը ավելի խիստ պետք է լինի։ Ինչի շրջանակներում ինչ տեղի ունեցավ։ Հայաստանում այսօր վարչական ակտերը, Տիկին Մանուչյանը ճիշտ նկատեց եւ նշեց, վարչական մարմինները իրականացնում են ոչ պատշաճ վարչահարություններ, այն տրամաբանության մեջ, որ դատական համակարգը ծանրաբեռնված է, միջև դեսակտը բողոքարկ են, գումար պետքա ծախսեն սրա վրա, մարդը կգցի կբռնի, կներեք ձեզ արտահայտվելու համար, եւ ավելի լավ է կտանի այդ ակտը կմուծի կամ կատարի այդ գործողությունը, քան թե կգնա կդիմի իր իրավունքների պաշտպանության։ Եվ այս մեխանիզմը, որպեսզի պետական ապարատի չաշխատի, ինչ կատարեցինք մենք որոշեցինք հակակշիռը սրա որոշենք, որովհետեւ չի կարող լինել դեպք, որ պետական մարմինը որոշի, որ պետք է նման գործողություններ անի եւ դրա համար հետևանքներ չունենա։ Եվ փորձեցինք վնասի ինստիտուտը առաջ քաշել։ Իրական վնասի հետ կապված մի փոքր բարդություններ կա, որովհետեւ նյութական վնասը շատ ժամանակ արկա չի լինում եւ հնարավոր չի լինում այսպես ասած ստանալ եւ փորձ կատարեցինք այս ամեն ինչը վերլուծել ոչ նյութական վնասի համատեքստում եւ որպես այդպիսին քաղաքացիների հետ հիմնական շփումները այդ ակտերի մասով, վարչական ակտերի մասով հիմնականը գալիս են բարեկների հետ կապված, որոնց մասով դիտարկել ենք ինչպես ոչ պատշաճ վարչահարության իրավունքի խախտում, այնպես էլ ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում, իսկ մնացած ակտերի մասով տարել ենք ավելի շատ ոչ իրավաչափ վարչահարության իրականացնում իրավունքի խախտում, այսպես ասած։ Հիմա անդրադառնամ մեխանիզմին, որը որ Հայաստանի Հանրապետությունում է ներդրված, այստեղ խնդիրը ինչու՞մ է կայանում, դրա օպերատիվությանը եւ դրա նկատմամբ այդ իրավունքի վերականգնման ուղղված գործիքակազմի հնարավորություններին։ Հաստատի գործիքակազմը շատ վատ վիճակում է գտնվում, որովհետև տեսեք, առաջի գործողությունը, որը որ պետք է իրավիճակում կատարվի, դա վարչական ակտը անվավեր ճանաչվելն է։ Այսինքն անձը դիմում է դատական պաշտպանության, առաջին ատյան, վերաքննիչ ատյան, միանշանակ վճռաբեկության հաստատվողը կտարվի, մի 2-3 ամիս էլ տեղ ժամանակ հիմնականը վարույթ չի ընդունվում։ Դրանից հետո գալիս է հաջորդ փուլը։ Համաձայն վարչահարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի անձը պետք է դիմի վարչական մարմնին, որպեսզի վնասի հատուցում պահանջի։ Այսինքն, այս իրավիճակում, եթե դիտարկում ենք մենք դատական պաշտպանությունը, մեր մոտ խնդիր է առաջանում, մենք չենք կարողանում վնասի հատուցումը դիտարկել որպես ացանցիալ պահանջ, որովհետեւ օրենսդիրը պարտադիր պայման է դիտարկում, մի հատ պետք է դիմենք մենք վարչական մարմին։ Նման պայմաններում հիմա փաստացի իրավիճակ է ստեղծում, որ անձը դիմում է վարչական ակտը բեկանում է, դրանից հետո դիմում է ներկայացնում վարչական մարմինը միանշանակ այդ դիմումը մերժում է, դրանից հետո նոր գնում է դատարան։ Այստեղ նաև դատական, այսպես ասած, նախադեպային որոշումների խնդիր ունենք մենք փաստացի։ Ցավոք սրտի վճռաբեկը մի հետաքրքիր որոշում է կայացրել, կդժվարանամ հիմա համարը եւ ամտարեթիվը հիշել, վճռաբեկ դատարանը արտահայտել է հետեւյալ դիրքորոշում նշելով, որ վարչական ակտի բեկանումը դեռևս չի ենթադրում
որ վարչարությունը եւ վարչական վարույթը փաստացի ոչ իրավաչափ է։ Այստեղ առաջանում է հաջորդ հարցը, թե անձը նման պայմաններում ստացվում է մի հատ պետք է գնա վարչական ակտի բեկանման համար, մի հատ պետք է գնա հաստատի վարչարությունը եւ վարչական վարույթը ոչ իրավաչափ ճանաչելու հետ կապված։ Նոր դրանից հետո վերջինիս հնարավորություն տրվի վնասի հատուցման հետ կապված գործողություն իրականացնել։ Թեև այս ընդհանուր իրավական մեխանիզմին այնուհանդերձ կան դատավորներ, այսպես ասած, որոնք որ փաստացի չեն առաջնորդվում այդ վճռաբեկի նախադեպով եւ կայացնում են փաստացի որոշումներ, որոնցով որ դիտարկում են, եթե վարչական ակտը փաստացի բեկանվել է, դա իրենից վնասի հատուցումը, այսպես ասած, բավարարվում է։ Հիմա այս մասով մենք ունենք իրոք խնդիր եւ այս թեմայի ընտրությունը եւ նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ մեր փաստաբանական համայնքը ձեռնարկի միջոցներ, իսկ ֆինանսական կտորով Տիկին Մանուչյանը քիչ առաջ նշեց, ոչ բոլորը հնարավորություն ունեն, որպեսզի դիմեն փաստաբանի, այստեղ կարող ենք այդ վնասի հատուցման ինստիտուտը առաջ քաշել եւ շահագրգռել վստահորդին կամ այն անձին, որը որ այսպես ասած նպատակահարմար չի համարի իր իրավունքի պաշտպանությունը դատական համակարգում զուտ այն մտքով, որ նա նույն գինն է, այսպես ասած, կանգնում կամ ավելի ծախսատարական է, որպեսզի անձը հասկանա, որ իր իրավունքի պաշտպանությունը այստեղ ավելի կարևոր է եւ ավելի սկզբունքային է, քան այս դեպքում ֆինանսական այն կորուստը կամ ակնկալիքը, որի վերջինս կարող է ստանալ։ Միևնույն ժամանակ այստեղ կարևոր եմ համարում անդրադառնալ այն փաստին, որ այս գործողությունը ուղղակի կերպով կարող է հակակշիռ հանդիսանալ պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների։ Այսինքն պետությունը եթե հասկանա, որ անձը դիմելու է իր ակտը անվավեր ճանաչելու, ժամանակին այդպես էր մտածում, հա դե կմտնեն դատարան, ակտը կբեկանեն, ոչինչ լավ, կարևորը չգիտեմ, ինչ որ ժամանակ մենք մեր ուզածին հասանք կամ չգիտեմ, բայց միևնույն ժամանակ վարչական մարմինը չի հասկանում, որ դրանով անձի համար շատ ահռելի մեծ վնասներ է հասցնում, թեև այդ վնասները հնարավոր չէ ապացուցել, հա, անձի այդ մտքերը, տանջանքները, այսպես ասած, մտածմունքները, հիմա այս անեմ, թե այն անեմ, եւ այլն եւ այլն։ Եվ նման պայմաններում հարկ է նկատել, որ վարչական մարմինները հիմա սկսել են մի փոքր անհանգստանալ, որովհետև այս պահին մոտավորապես անձամբ ես 60-ից ավելի հայց ունեմ ներկայացրած, հենց ոչ նյութական վնասի հետ կապված պահանջներով, լավը նա է, որ մի մասը մերժվում է, մի մասը բավարարվում է, սա հնարավորություն է տալիս ունենալ նաև նախադեպային որոշում, ստեղծել հնարավորություն միջև վճռաբեկ հասնելու եւ վերջիվերջո ստեղծել մի մեխանիզմ, որը որ հնարավորություն կտա միասնական մոտեցում ցուցաբերել այս ամեն ինչի։ Եվ հաջորդ կարևոր շեշտադրումը այստեղ, սա նպատակ չի հետապնդում պետությունից գումար վերցնելու, սա նպատակ է հետապնդում, այդ Տիկին Մանուչյանը նոր նշեց, դա այդ աշխատողն է անում։ Աշխատողը պետք է հասկանա, որ իր գործողությունների արդյունքում անձի վրա դրվում է որոշակի պարտականություններ եւ դա հետևանքներ է ունենում։ Եվ այստեղ շատ կարևոր է դնել նաեւ ռեգրեսային հայցերի հետ կապված հարցը, որ պետությունը փոխհատուցելու է, բայց այնուհետեւ հենց այդ աշխատակցից գումարը հետ է պահանջելու։ Եվ սրա հետ կապված կարծում եմ, որ որոշակի ընդհանուր մեխանիզմ պետք է մշակվի եւ միասնական մոտեցում ցուցաբերվի, գրեթե առաջարկներս ներկայացրեցի, հա, միևնույն ժամանակ ներքին ծառայական քննությունը կարևոր եմ համարում այստեղ, որ եթե ակտը բեկանվում է, դրա արդյունքում իրականացի ներքին ծառայական քննություն եւ էական չէ, որ վարչական մարմինն է։ Այստեղ քաղաքապետարանի հետ կապված մենք ոքի ծիծաղելի վարչական ակտեր են կարդում, չեք պատկերացնի ինչպիսի ծիծաղելի ակտեր են։ Հարկադիրի գործողությունները չգիտեմ կհիշեք, առնչվել եք թե չեք առնչվել, ամբողոքարկելի չդատած ակտերով հարկադիրը հաստատի կիրառում է արգելադրումներ, հետո պատճառաբանությունը մեկն է, չենք հասցնում, այդքանը չենք կարող նայել։ Եվ մի շարք այլ վարչական մարմինների կողմից։ Կարծում եմ սա լավ մեխանիզմ է եւ հորդորում եմ իմ փաստաբան գործընկերներին այս մեխանիզմը օգտագործելով եւ պետական վարչական մարմնին հակակշիռ ստեղծելով ստեղծենք հզոր, ուժեղ, շատ ուժեղ վարչական մարմին,
որը որ այնպիսի վարչական եւ հեղինակավոր վարչական ակտեր կկայացնի, որ մենք նույնիսկ չենք ցանկանա դրանք բողոքարկել։ Շնորհակալություն։